Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ, Տերս թող օրհնե մեր այսօրվա օրը ու կուզենայի ձեզի հետ կիսվեի մի հատ վկայությունով, որը այսօր լսել եմ հայերեն արդեն իսկ թարգմանված տարբերակով, որի մասին շատ եմ խոսած եմ մեր Օլգա քրոջ վկայության մասին, ես որը լսել էի մի քանի անգամ ռուսերեն տարբերակով ևս։ Սիրելիներ, շատ հզոր վկայություն է, որտեղ քուրը կխոսա այն մասին, թե ինչքան կարևոր է լուրջ մոտենալ Աստծուն, Աստծո եկեղեցին, մեր հագուստներին, շպարվելը ինչքան մեծ մեղք է, շալվար հագնելու մասին, որի մասին ես հաճախ եմ խոսացել, գլխաշոր կապելու մասին ու մի շարք մեղքերի մասին։ Իրականում անպայման փորձեք դիտել, ես այս տեսանյութի տակ կտեղադրեմ սիլկեն հայերեն տարբերակով, փառք Աստծո նոր թարգմանությունը կա, հաճախ Տերս ինձ թարգմանել կուտա շատ տեսանյութեր, ես կթարգմանեմ ու կտեղադրեմ, վկայություններին շատ լուրջ մոտեցեք, երեխեք ջան, շատ լուրջ, որովհետև այս կյանքում մի հատ կարևոր բան կա, ոչ թե մեզի համար կարևոր դառնի ճանաչում ձեռք բերելը, եկեղեցում հովիվ կամ առաջնորդ եղնելը, հարուստ եղնելը, լավ տուն, լավ մեքենա ունենալը, չէ, ամենակարևոր բանը ժողովուրդ ջան, հարուստ եղնենք պիտի Տիրոջով։ Այս կյանքը այնքան անցողիկ է, ամեն ինչ երեք Աստծո համար ու Աստծո փառքի համար, որ չկա օրոշ դուք չափսոսակ։ Քիչ առաջ վկայություն կլսեի, թե ինչ ողիլտն հուստն է, ուրտի հուստն ինչ ճանաչված է երկիչ ինքը, դժոխք ու մեղ է, ու շատ երկիչներ, դերասաններ, որոնք որ պարզապես այս դատարկ աշխարհի հարստությանը փառքի դիրքին են հուսած ու չեն պատկերացնել, թե ինչ արագությամբ պիտի մարեն աստղը, որը իրանք կհամարվեին ու ինչ տառապանքների պիտի արժանանային։ Այդ պատճառով էլ կխնդրեմ բոլորիցդ, որպեսզի աշնանակ քնից աշնանալու ժամանակն է։ Այդ վկայությունը ևս կտեղադրեմ, ինչ հզոր ճանաչված քարոզիչներ դժոխքի մեջ են, շատ վկայություններ կան, աղոթեք ու Տիրոջ առաջնորդությունով սկսեք վկայություններ նայել, որոնք կմերկացնեն մեր բոլորիս մեղքեր ու կօգնեն Աստծուն ավելի մոտենալ։ Գիտեք, մենք հեչ չգիտենք այսօր գնանք վաղը կարթնանանք, թե չէ։ Հենց այդ պատճառով էլ ուղղակի մտածոր քո այսօր վերջիդ օրն է ու ապրո Աստծո փառքի համար։ Ու ինչ էլ որ կենես, ուղղակի իր Աստծո փառքի համար։ Մի կենտրոնացեք ամուսնության վրա, ընտանիք կազմելու վրա, շատ փող ունենալու վրա, եկեղեցում առաջնորդ եղնելու վրա, կենտրոնացեք մի բանի վրա, որ ապրեք սուրբ կյանքով, մաքուր կյանքով ու երկնքից Տերը նայ սա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, նրան լսեցեք։ Իսկ եթե կամուսնանաք էլ, ուղղակի ամուսնացեք Աստծո փառքի համար, որովհետև Տերն է ձեզիս է, ոչ թե ինչ որ քո ցանկություններիդ գոհացում տալու համար, այլ որպես հանձնարարություն։ Շատերը այսօր այնքան իրանց գողակիցներին կամ սիրած անձնավորություններով կտարվի նոր, կմոռանան ստեղծողին կամ տվողին։ Մի սիրեք Աստծուց շատ ոչ մի բան։ Մի տարվեք ոչ մի բանով Աստծուց առավել։ Ձեր կյանքի մեջ կուրք մի սարքեք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա։ Երբ որ քո աչքերիդ կբացես ու ինչ որ բանի մասին կմտածես, ինչի մասին որ առաջինը կմտածես, դիք է քո կուրքդ։ Երանել է այն մարդը, որ անգողնու մեջ Տիրոջը կփնտրե, աչքերը բացելուն պես Տիրոջից շնորհակալություն կհայտնե ու ամբողջ օրը լցված է Աստծով ու Աստծո խոսքով։ Սկանը սիրելիներ,